Պարոն Մանուկյան, մենք տեսնում ենք այս պայն նախնական արդյունքներ կան, որով ԿՊ-ն դեռևս առաջատար է, իսկ հայերենի կուսակցությունը, չգիտենք, անցողիկ շեմը կհաղթահարի, թե ոչ, ձեր տվյալներով ինչպիսին է պատկերը։ Հիմա ցանկացած տեղանքում էլ այդ իմաստուն մարդիկ քիչ են եղնում, հիմա կան այդ մարդիկ եկել են, խոսել են, ասել են, գուցե ընտրական տեխնոլոգիաները, այլ բաներ են պահանջում, այլ մոտեցումներ, մենք ազնիվ ընտրապայքար ենք տարել, փորձել ենք մեր բնակիչների հետ անկեղծ լինել, խոսել, խոստանալ այն ամենը, ինչ հնարավոր է կատարել, ոչ միավորել խոստում չենք տվել, դե սա է ընթացքը հիմա։ Սպասել եք դες համար, որ ԿՊ-ն առաջատար կլինի։ Գիտեք, հիմա այդ ադմինիստրատիվ ռեսուրսը կա, մյուսը կա, նորմալ է, ես չէի նայում, որ իրանք ինչ-որ վերջի տեղերն են լինելու, և աշխատել են և… Բայց ձեր մասով ինչ ակնկալի կար ու հիմա ինչ է կարծում, որտեղ եք թերացել, որ արդյունքները այսպես բարձր չեն դեռ։ Գիտեք, սենց բան կա, հիմա ասում են մարդիկ անձնապես շփումների էին գնում ավելի շատ, քան մենք ենք գնացել, գուցե մենք ավելի ուշ սկսեցինք ընտրապայքարը, բայց այն ինչ եղել է, ինձ գոհացնում է, և այդքան մարդ, եթե մեզ հավատացել է, մեզ հետ է եղել, դե ուրեմն ամեն ինչ կորած չի։ Դե դեռ հələ արդյունքները վերջնական ամփոփված չեն, դեռ ընթացքի մեջ է, տենց գուցե պարտվողական է հիմա մի քիչ ձեր տրամադրությունը, բայց… Չէ, պարտվողական չի, ես ասել եմ, որ ես հաղթած եմ եկել, հաղթանակյան, եթե ուզում, թող կանգնեն իմ կողքը իրանց հետ բաժին կազմեն այդ հաղթանակից։ Կհաղթարեք անցողիկ շեմը ձեզ։ Կարծում եմ, որովհետև այս տեղամասերը գյուղական համայնքներն են հիմնականում հաշվել, այդ համայնքներում գուցե մենք… Գյուղերում ԿՊ-ն ոնց որ ուժեղ էր։ Հա, ԿՊ-ն, հա։ Իսկ ազատ դեմոկրատներն են ոնց որ թե ձեզ հետ ուզում կիսել 4-րդ տեղը, հա, ձեզ համար սպասել է, որ ազատ դեմոկրատները այդպես արդյունք կգրանցի։ Ես որևէ բան ասեմ չեմ հետևել որևէ մեկի Վարշավին կամ հիմա էլ տեսեք բոլորը նայում են որտեղից ձեներ կա, որտեղ ես որ տեսա մի հոգի արդեն ինձ քվեարկել է բիզնես դուրս, հասկացա որ ուրեմն իզուր չի եղել մեր ընտրապայքարը, որովհետև մի հոգի հավատացել է մեզ, բայց դե շատ մարդիկ կան, ես կարծում եմ… Ով էր այդ մի հոգին, ում տեսակ եք։ Ես իմանամ, քվեարկել են եւ ասում են, ես նկատի ունեմ, որ քվեներ կային, պայմանական եմ ասում մի հոգին։ Հա, ձեզանից դու ցանկացած անծանոթ օտար մարդ։ Հա, դե հիմա այս վիճակն է եւ այդ վիճակի դեպքում էլ մենք պիտի հարմարվենք, հասկանանք, փորձենք վերլուծություններ անել եւ եթե պիտի շարունակենք նաեւ քաղաքական դաշտում գործել, ուրեմն պիտի մենք հետեւություններ անենք։ Եթե ԿՊ-ն հաղթի, կարող ենք ասել, որ Էջմիածինը, այսպես ասած, որպես սուրբ քաղաք կկորցնենք։ Չեմ կարծում, այստեղ այնքան… Եվ մայրաթորի դեմ արշավանքը և կաթողիկոսին հեռացնելու այս մոլուցքը ԿՊ-ի վերջնանպատակին կհասնի։ Չգիտեմ, ես հայտարարություններով հանդես եկել եմ կապված մայրաթորի հետ, կապված հոգևորականների հետ, եթե նրանք ցանկություն ունենային այդ ամենի դեմ պայքարել, կարող էին եւ ինձ հետ էլ համագործակցել, միասին պայքարեինք, չգիտեմ։ Իդեպ ես կարծիքներ եմ լսում ձեր մասով, որ դուք այսպես շատ սուրճ չեք քննադատում ԿՊ-ին, շատ ակտիվ չեք քննադատում, մի տեսակ այլ գիծ եք բռնել, այլ մոտեցում եք որդեգրել։ Գիտեք, նախ այդ լարվածություններից պիտի կարողանանք դուրս գալ։ Ես հիմնականում, որ անդադ լրագրողները մոտենում էին լարված իրավ, ասում են որն է լարվածը, ինչն է լարվածը, ինչ եք ուզում արհեստական բայց իրանց կողմից լարվածություն կար իրենց ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ԿՊ-ի կողմից, իրենք բավականին այդպես սուր արշավ են տանում ձեր դեմ, երբեմն կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործելով, ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում ձեր դեմ Արթուր Վանեցյանի դեմ, Հայրենի կուսակցության դեմ։ Ես այդքան խորությամբ դա էլ չեմ ուսումնասիրել, ասեմ ձեզ չեմ տեսել ինչեր է կատարվում, այդպես մակերեսի վրա ծանոթ եմ որոշ բաներին, բայց ընդհանուր առմամբ չեմ տեսել, բայց եթե արհեստականորեն ուզում էին լարվածության տանել, ցանկալի չի, երբ ես ինձ ասում եմ… Չեք կարծում, որ պետք էր ավելի սուր քննադատել ԿՊ-ին։ Այդ քննադատելը բանը կապ չունի, մարդը… Եվ ավելի քաղաքական
ճիշտ լոզունգներով, ավելի քաղաքական խոսույթով հանդես գալ, որ շրջում ես գյուղացի մարդ է, բերքը հավաքել է, չի կարում մի տարի ապրի, իրեն մի քիչ այդ սոցիալական հոգսերն է, դրանք պիտի խոստանաս, ես մարդկայնորեն ասում եմ, որ գյուղատնտեսական բաժինը կստեղծենք, ձեր հոգսն ու ցավին կփորձենք աջակցել, բայց դե կարծեմ գյուղացին ավելի շատ իշխանության կողմն է լինում, իշխանությունը բաներ է ասում, որը իրան թվում է, որ դրանք անպայման քաղաքային բնակչությունը ավելի ընդդիմադիր բայց էլի այդ բերքը քաղելու է, էլի լինելու է, որ ձմեռը հազիվ դուրս է բերելու եւ այս ամեն ինչը անցնելու է նույն վիճակում մնալու է։ Շնորհակալ եմ ձեզ։